Մենք ուղիղ եթերում ենք ահավոր նախսում ենք կապը արդյոքան դերոտները տեսնում են լսում են մեզ ափսոս երկու գործ չկա որոնցից մեկը կնայեր մյուսը կստուգեր մյուսը կաշխատեր բայց ոչինչ կհամատեղենք հենց հիմա մենք ասեցում ենք Զարինի խնդիր, բժշկուի խնդրում երկու ասեք Հիմա ես փորձեմ Այսպիսի կարուսելներ սիրում ենք Ուղիղ եթերի հմայքը Ինչպես են անում մեր գոլեգաները, 1-1-1 Հիմա այստեղ կտեսնենք Վերջ, վերադարձել ենք Իսկ իմ ձայնը լսվում է Հիմա կտեսնենք Վերջ, վերադարձել ենք Հրաշալի է, ոչինչ, այսօր այսպես Exprompt հայտնվեցինք UNICEF Armenia-ի Facebook-յան հարթակում Մենք պատրաստ ենք և կարող ենք սկսել յուրաքանչյուր ամիս մենք ունենում ենք ուղիղ միացումներ տարբեր մասնագետների հետ ամեն անգամ երեխայի կենտրոն որևէ թեմայի շրջանակներում և հանուն արդարության պետք է նկատել, որ ինչ-որ մի պահ մենք հասկացենք, որ դեռահասները մի քիչ մեր ուշադրության պակասն ունեն, որովհետև ավելի հաճախ խոսում էինք փոքրերի մասին, օրացիների մասին, մինչև դեռահասության տարիքի երեխաների Եվ ահա արդեն տևական ժամանակ է փորձում ենք այսպես հավասարության նժարները հավասարեցնել եւ այսօր անդրադառնանք դեռահասությանը առնչվող թեմաների մի խմբի, որը թերևս եւ վիզուալ եւ հոգեբանական տեսանկյունից կարծես հավասարապես կարեւոր են գրեթե բոլոր դեռահասների համար, բայց նախքան թեմային անդրադառնալը իհարկե եւս մեկ անգամ ուզում եմ սիրով ողջունել մեր հյուրին Այսօր հարցերից պատասխանելու է Արաբկիր բժշկական համալիրի մաշկաբանության ծառայության ղեկավար Արմինե Ադիլխանյանը։ Շատ շնորհակալ եմ, որ այս շոքին ժամանակ եւ հնարավորություն կարողացաք փոխել մեզ համար։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Հրաշալի է։ Սկսենք եւ անոնսենք այսպես, որ մենք այսօր խոսելու ենք մաշկային դրսևորումների մասին դեռահասության տարիքում Մենք խոսելու ենք դրանց հետ աշխատելու, պայքարելու, թույլատրելի եւ անթույլատրելի ձևերի մասին Մենք կհասցնենք անդրադառնալ տղաներին սափրվել, աղջիկներ մազահեռացում, դակել ականջները, պիրսինգ, գուցե մի քիչ էլ տատու, այսպես հա, եւ արդեն ինչ-որ հիփ-հոփ բան մտավ, տրամադրություն մտավ այս քննարկման մեջ, բայց իրականում այո, այս ամբողջ համալիրը, որովհետեւ դեռահասները հասկանալի է, հա, գտնվելով հասունացման կարևոր կյանքային ժամանակահատվածում ունենում են նաև արտաքին փոփոխություններ եւ դրանք հաճախ նրանց անհանգստացնում են, տհաճություն են պատճառում ու նաև երբեմն հարվածում են ինքնագնահատականին եւ թերևս երբ ասում ես դեռահասություն եւ մաշկային խնդիրներ, առաջին բանը, որ անցնում է մտքովդ, ակնեն է։ Ձեր բժիշկների չսիրած Պզուկներ բանը պիտի օգտագործեմ եւ կարծես մի հարց է առաջին պլան գալիս ինչու են ոմանք ունենում մյուսները ոչ ինչու ոմանք ունենում են շատ մյուսները պակաս արտահայտված խնդրում եմ բացատրեք Շատ լավ, հա, ինչպես Գորը նշեց, պզուկ բառը մեր մաշկաբանների չսիրած բառն է, կարծես մի տեսակ թերագնահատում է այդ հիվանդության նաև էությունը Անլրջացնում է, հա, կարծես մի տեսակ Եվ կատակով մեկ-մեկ ասում ենք մենք էլ պզուկաբաններն ենք, բայց իրականում այո, մենք մաշկաբան ենք Իրականում ակնեն դա ավելի միջազգային տերմին է Հայաստանում ավելի շատ կիրառվում է կորյակներ, կորյակային հիվանդություն, բայց ակնեն ավելի տենց ընդունված տերմին է Այո, ինչպես դուք ճիշտ եք նշել, ոմանց մոտ ավելի շատ կամ քիչ կամ ընդհանրապես չի լինում քանի որ կա գենետիկական, ժառանգական նախատրամադրվածություն, ինչպես եւ այլ տարբեր հիվանդությունների մեջ ակնեն նույնպես ունի, այսինքն եթե դեռահասի 1 կամ 2 ծնողը ժամանակին ունեցել են ակնե, դա բարձրացնում է ռիսկ հավանականությունը, որ հենց դեռահասը նույնպես կունենա, ընդ որում ծանրության աստիճանը նույնպես, այսինքն եթե իրենք
ավելի ծանր, բարդ ակնե են տարել, դեռահասը ավելի բարդ ընթացք կարող է ունենա։ Բայց իհարկե բացի գենետիկական այդ հակումից կարևոր են շատ արտաքին մեր գործոնները, մաշկի ճիշտ խնամք կամ սխալ խնամքը ավելի շատ, ստրեսը, օդի աղտոտվածությունը, սննդակարգը, կոսմետիկան, ամեն ինչը, կլիման, թե որ երկրում են, այսինքն այդ ամեն ինչը ազդում է եւ բերում այս կամ այն հետևանքներին։ Կարող եմ հասկանալ ձեր մտքից, որ եթե բացարձակ չկա գենետիկական նախատրամադրվածություն, միևնույն է արտաքին միջավայրը եւ մնացյալը ինչ թվարկեցիք կարող են բերել դրան, թե կարող են բերել արտահայտվածության աստիճանի տարբերություն։ Կարող է լինել երևի շատ թեթև։ Հասկացա։ Այսինքն ամեն դեպքում այս գործոնների համընկնումը ազդում է արդեն արտահայտվածության, տարածվածության, հա եւ ուժգնության վրա, եթե կարելի է այդպես ասել։ Բայց մեկ էլ որպեսզի նաեւ հասկանալի լինի թե ինչու է ընդհանրապես առաջանում ակնեն, այսինքն ակնեի պաթոգենեզը, դենց կարճ իհարկե, շատ մանրամասն չէ, բայց առաջինը դա ճարպագեղձերն են, որոնք տեղակայված են մարմնի որոշ հատվածներում ավելի շատ ճարպագեղձը, դա դեմքն է, կրծքավանդակ, մեջք եւ գլխամաշկ նույնպես։ Դրա համար էլ հենց ակնեն առավելապես հենց այդ հատվածներում ավելի շատ է տեղակայված դեմք, մեջք, կրծքավանդակ, որտեղ այնտեղ ավելի կուտակված են ճարպագեղձերը եւ երբ այդ հասունացման տարիքում տեղի են ունենում որոշակի հորմոնալ փոփոխություններ, առավելապես անդրոգենների, արական հորմոնների գերակտիվություն, դա բերում է ճարպագեղձերի ավելի գեր աշխատանքի, սկսում են ավելի շատ ճարպ արտադրել։ Հետո այդ ճարպագեղձերը, որոնք մաշկի տակ են, իրանք իրական տենց անտեսանելի են, սկսում են մեծանալ, լցվել ճարպով մեծանալ, եւ մենք սկզբնական հատվածում տեսնում ենք այդ սպիտակ կետերը, որոնց մենք անվանում ենք փակ կոմեդոններ։ Ահա, կամ կորյակներ հայերեն լեզվով։ Եվ թե դրանք արդեն բորբոքվում են, դրան միանում է, այսինքն բակտերիան, որ կա հատուկ բակտերիա, կոչվում է Cucibacterium acnes։ Ինքը սովորաբար մեր մաշկի վրա ապրում է, բայց ակնեի ժամանակ ավելի բազմանում է, շատանում է։ Գումարվում է, մտնում է ճարպագեղձի մեջ, բորբոքում է առաջացնում, մենք իրեն արդեն տեսնում ենք բորբոքված հանգույցիկների տեսքով, հետո նաև թարախաբշտերի։ Եվ նաև երբեմն տեսնում ենք, չէ, ոչ երբեմն, հաճախ այդ սև կետերն ենք, չէ, տեսնում, կետ կոմեդոնները, դա արդեն բաց կոմեդոններն են, որովհետև այդ ճարպագեղձը ունի բացվածք դեպի մաշկ, երբ որ ինքը բացվում է ավելի տենց ու այնտեղի մեջի, ոնց ասեմ, մաշկի մեռած բջիջները, ճարպը պլյուս օդի հետ շփումից առաջանում է մելանին եւ սև գույն է ստանում, դա ոչ թե կեղտ է, այլ հենց դրա պատճառով է սև գույնը, ու ինքը բաց է համարվում։ Այսինքն մենք սկզբում տեսնում ենք այդ սև սպիտակ կոմեդոնները, բաց եւ փակ, որոնք հետագայում կարող են բորբոքվել եւ արդեն տեսնենք ակնեի մյուս դրսևորումները, բշտերի, ոչ թե բշտերի, հանգույցիկների եւ թարախաբշտիկների։ Ավելի արդեն ծանր դեպքերում խոշոր հանգույցներ, կիստաներ, որոնք հետո բորբոքվելու հետևանքով կարող են սպիանալ, հա, նա մյուս մեր բարդությունը դա սպիացումն է, հա։ Բայց մենք դրանք անդրադառնանք, երբ խոսենք արդեն հաղթահարման բուժման process-ի մասին։ Մինչև այդ ուզում էի հարցնել, այ դուք ասում եք ակնե, կորյակներ, կոմեդոններ, սովորական մահկանացուներս միշտ օգտագործել ենք բզուկ բառը եւ նորից հարց է ծագում, արդյոք բոլոր բզուկներն են ակնե։ Ոչ իհարկե։ Ահա։ Որովհետեւ ինչպես ենք սահմանազատում։ Հա, որովհետեւ բզուկ կարող է նաեւ լինել այլ թարախաբշտիկներ, որոնք պայմանավորված են այլ բակտերիաներով, ստաֆիլոկոկ, ստրեպտոկոկ, որոնք կարող են տեղակայված լինել ցանկացած մարմնի հատվածներում, տարբեր տարիքային խմբերում, որոնք բացարձակ կապ չունեն այդ հենց ճարպագեղձերի գերակտիվության, հատուկ զոնաներում տեղակայման։ Ու ոնց հասկանում եմ, դրանք նաև էպիզոդիկ պատմություններ են։ Ակնեն քրոնիկ ընթացք ունի, տարած տեղակայված է հիմնականում փաստորեն դեմքի շրջանում, այն ինչի մասին մենք խոսում ենք, եւ փաստորեն պահանջում է լրջագույն մասնագիտական մոտեցում, մենք խոսենք դրա մասին, թե ինչ չի կարելի անել, բայց ծնողները որպեսզի եւ երեխաները հասկանան որն է բզուկը եւ որն է ակնեն, այ այսպես կարող ենք պարզ որևէ կերպ ասել, մարդը կկարողանա ինքն իրեն ախտորոշել, այ այն ինչ որ հիմա այս առավոտյան արթնացա ու տեսնում եմ սկսվող ակնե, թե մի բան է, որը մի քանի օրից կանցնի։
Հենց այդ դրա պատասխանը էլի նախորդ Նախորդի մեջ է, այսինքն եթե մենք ունենք զուգահեռաբար մաշկի վրա սև սպիտակ կետերը, այդ կոմեդոնները, այս բոլորի արկայությունն է վկայում ու նաև այդ արդեն խոսում է որովհետև այդ կոնտեքստի մեջ։ Իսկ եթե մենք տեսնում ենք 1, 2, 3 իրարից հեռու գտնվող բզուկներ, մենք այստեղ ակնեի մասին չենք խոսում։ Շատ լավ։ Դուք ձեր խոսքում նշեցիք ժառանգական գործոնի մասին, թե որքան դա կարևոր է սերնդեսերունդ փոխանցվող կարծես խնդիր է, հա, եւ այո, որ արտաքին հանգամանքները կարող են սրել, կարող են նպաստել, եւ ձեր խոսքում օգտագործեցիք ստրես բառը։ Խնդրում եմ կբացատրեք, ինչ կապ ունի ակնեն եւ ստրեսը։ Դե իհարկե այո, ստրեսը գիտեք շատ բաների հետ կապ ունի, այո։ Վերջերս հասկացել ենք, ասած ամեն ինչի հետ կապ ունի, բայց այս բանը։ Մի քանի ուղղությամբ երևի թե առաջինը ու ընդ որում գիտեք ակնեն էլ իր հերթին բերում են ստրեսի եւ ոնց որ կարծես sense արագավոր օղակ է առաջում, բայց ստրեսի ինքը մենք գիտենք որ sense սուր ստրեսային վիճակը դա կարող է նույնիսկ մեր պաշտպանական ռեակցիան է, որ օրինակ ինչ որ շատ վատ վիճակում դուրս ենք, բայց եթե քրոնիկ ստրես է լինում, դա բերում է իր վատ հետևանքներին, դա եւ հոգնածություն, եւ թույլություն, եւ գերնյարդային այդ գրգռվածությունը, վատ քննելը, եւ նաեւ արտադրում են որոշակի հորմոններ, մասնավորապես կորտիզոլ հորմոնն է, որը ստրեսի ոնց որ հորմոններից մեկն է, որ էլի բերում է ճարպագեղձերի ակտիվացման եւ այդ մնացած բաներին։ Այստեղ կուզեմ նաեւ նշել օրինակ ինսուլինի աճման գործոն այդ հորմոնը նույնպես որը կապված ունենք սննդի հետ, հա, երբ այդ հարցը մի քիչ բան է, քաղցի, հա, փաստորեն հետ կապված։ Իրականում մարդիկ երևի sense ինքնուրույններ են, որ հաճախ նկատում են, որ եթե շատ չարաշահում են քաղցրը եւ ճարպոտ կամ ածխաջրատային սնունդ, տեսնում են, որ սրվում է իրակնեն, բայց իրականում նաեւ հետազոտություններն են ցույց տվել, որ իրականում կապ կա։ Բարձր պատճառը դա չի, բայց ինքը սրացնող գործոններից մեկն է, ինչքան շատ քաղցր, fast food, այդ արագ ոնց որ սնունդ ենք ուտում, նույնիսկ կանթնամթերքը կարող են նպաստում են այդ ինսուլինա աճման գործոնի ոնց որ ակտիվացման եւ դա բերում է էլի այդ նույն մեխանիզմին ճարպարտադրության, բորբոքման այդ մնացած բաներին։ Կարծես խաչվեցին երկու թեմաները, որպեսզի մեր հետևորդներն էլ հասկանան ու ես էլ ինձ համար դարակներում ամեն ինչ պահեմ։ Փաստորեն, քրոնիկ ստրեսի պարագայում մաշկային դրսևորումների խթանումը պայմանավորված է հորմոնի աճի պատճառով, հա, աճով, իսկ սննդի պարագայում փաստորեն ճարպոտ եւ քաղցր սննդի չարաշահումը իր հետևից բերում է, հա։ Էլի որոշակի հորմոնների աճի եւ էլի եւ նորից, եթե կա հակում եւ կա նախատրամադրվածություն մաշկային խնդիրների, հավանականությունը, որ դա կբերի ու կհանգեցնի դրան, նույնպես մեծ է։ Հասկանալի է։ Սրանք ուղեկցող հանգամանքներ են։ Վերջին տարիներին մենք իհարկե հայերս միշտ ենք շատ սիրել, որքան որ ես եմ ինձ հիշում, ինքնաբուժությամբ զբաղվել, բայց կարծես մեր այս դարավոր հակմանը վերջին շրջանում էլ գումարվել են սոցիալական ցանցերը, որոնք անընդհատ տրենդային են դարձնում, միտում են դարձնում այս կամ այն քիմիական տարրի դոմինանտությամբ նյութերի օգտագործումը, հայտնի բրենդեր եւ դու տեսնում ես, որ շատ պատանիներ, շատ երիտասարդներ դրանք կիրառում են առանց մասնագիտական խորհրդակցության, սա կարծես մի բան։ Երկրորդը մեխանիկական միջամտությունները, հա, այդ պայթեցնել, ինչ որ բան քսել, չգիտեմ, վառող էֆեկտ, մաքրող էֆեկտ, մի ամբողջ խումբ փաստորեն եւ տենդենսների, միտումների, որոնք փաթեթավորվում են գեղեցիկ գովազդային ներողություն տավտոլոգիայի համար փաթեթավորման մեջ, մյուս պարագայում մեր ինքնադրսևորումները։ Խնդրում եմ, մեզ հերթով բացատրեք, որը ինչի համար է անցանկալի եւ որն է իրականում լավագույն տարբերակը մաշկային խնդիրների բախվելու դեպքում։ Շատ լավ, սկսենք երևի մի քանի կետերից, ինչ չի կարելի անել ակնեի դեպքում, այդ դուք ասեցիք սեղմել, ճզմել եւ այլն, այդ կատեգորիկ բոլոր տեղել, որտեղ էլ նայեք, գրված է, որ այդ կատեգորիկ չի կարելի, որովհետեւ դա բերում է մաշկի վնասմանը եւ արդեն իսկ այնտեղ եղած ինֆեկցիայի ավելի խորը շերտեր մաշկի ներթափանցմանը, հետագա սպիացմանը, բորբոքման, այդ կատեգորիկ չի կարելի։
Դրան կարող է նաև վերաբերվել հենց որոշ կոսմետոլոգների դիմելը եւ այդ մեխանիկական պրոցեդուրաները։ Իհարկե ես այդպես գլոբալ դեմ չեմ, բայց պետքա շատ ճիշտ տարվի մաքուր պայմաններում, ոչ սրացված վիճակում, այսինքն այդ սուր բորբոքային վիճակում ցանկալի չի որևէ մեխանիկական գործողություն անել։ Այդ ամենը պետքա ճիշտ հասկանալ։ Ինչ վերաբերում է ձեր նշած TikTok-երի, սայթերի եւ այլն, այո, իրականում իհարկե գովազդվում են եւ բոլորը խոստանում են միանգամյա իդեալական արդյունք առանց 10 օր եւ դու չես ունենա խնդիր։ Եւ բնական է դեռահասը ուզում է արագ էֆեկտ։ Բոլորս ենք ուզում։ Այո, բայց ցավոք այդպես չի, իրական նույն ակնեն օրինակ կոնսուլտացիայի ժամանակ էլ մենք պետք է ասենք, որ դուք գիտեք, նույնիսկ այս բուժման որոշակի բաներից հետո պետք է խնամքը շարունակեք, որտեղ դեռ ձեր մաշկը այդպիսին է, ինքը ունի հակում ու կարող է իմիջիայից էլ նշեմ, որ իհարկե տոկոսային առումով 12, 14, 15 տարեկաններում շատ ավելի շատ է, բայց ունեք 25 տարեկանում նույնպես կարող լինի ակնե 35-ում էլ, այսինքն ինքը ամբողջությամբ չի անցնում այս դեռահաս տարիքից հետո։ Դրա համար այդ մարդիկ իմանալու դա խնամքը պետք է շարունակեն, բայց ճիշտ խնամքը։ Որն է ճիշտ խնամքը, դա ճիշտ մաքրումն է դեմքի, չվնասող, շատ չգրգռող ու շատ չչորացնող, որովհետև այստեղ էլ կա պարադոքս, եթե մենք օգտագործում ենք, իսկ դեռահասները կարող են տենց ինչ-որ բաներ վերցնեն, չիմանալով ինչ է դա, նույն լվացվելու գելի, եթե ինքը շատ է չորացնում մաշկը, ճարպազրկումը, ճարպագեղձը ինքը կոմպենսատոր սկսում ավելի ակտիվ աշխատել, ու նորից նույն պատմությունն նույնը վերաբերում է օրինակ սպիրտային լուծույթներին, հաճախ օգտագործում ենք նույն հենց էժան սալիցիլովый սպիրտ, հա, այստեղ սխալը հենց սպիրտն է, պարունակող, այո, որովհետև շատ բաներում, շատ խնամքի միջոցներում նաև բուժական սալիցիլաթթուն ինքը կա, բայց սպիրտը չկա, այսինքն սալիցիլաթթուն ինքը բորբոքված ակնեի վրա բավական լավ ազդեցություն ունի, բայց պետք է լինի ոչ սպիրտային լուծույթներ, իսկ իրենք տենց օգտագործում են ամենօրյա ռեժիմում, դա նույնպես շատ չորացնում ու հետագա գրգռում։ Մյուսը շատ յուղային քսուկները, բոլոր տեսակի պրոդուկտներ եւ այստեղ նորից գալիս է այդ կոմեդոնների կապը, պարտադիր պետք է եթե ընտրում են, գոնե եթե իրենք չեն դիմում բժշկի, իրենք են ընտրում, պետք է նաև որ լինի ոչ կոմեդոգեն, անգլերեն non-comedogenic կոսմետիկա, որ ինքը չի առաջացնում կոմեդոններ, կամ չի ավելի վատացնում կոմեդոնները, իսկ դրանք ճարպոտ չլինեն շատ հոտավետ, տենց պարֆումիրованный որոշ նյութեր կան, որոնք հստակ չի կարելի ոնցրելի տենց քիմիական նյութեր կան, որոնք էլի չի կա։ Եվ դա վերաբերում է ինչպես խոնավեցնող քսուկներին, ինչպես արևապաշտպան քսուկներին, այսինքն բոլորը պետք է լինեն ոչ կոմեդոգեն, թեթև, ավելի տենց ջրային կամ թեթև ֆլուիդ տարբերակներով, մաշկը մաքրվի, քսվի, եթե անհրաժեշտ է բուժական ինչ-որ միջոց է եւ այդ խնամքը ու ընդ որում այդ շատ նյութերի կիրառումն էլ ասխալ, որտեվ նույնպես շատ տարածված մի բան չէ։ Այսօր նայում ես, տեսնում ես, չգիտեմ, դարակի վրա 14-15 տարեկան աղջիկ դրված են տարբեր սրվակներ, առաջինը սա, հետո նա ու դուսպես ոնց ես հիշում ես հերթականությունը, ոնց ես օգտագործում։ Դա գովազդի հետևանքն է, բազմա, չգիտեմ, փուլային ինչ-որ բաներ, մաքրումները, բազմափուլային քսելը մի 10 նյութով մաքրում է, մի 7 հատով քսում է եւ ի վերջո ստացվում է շատ վատ մի բան։ Մաշկը պատրաստ չէ այդ ամեն ինչին։ Մեզ պետք է ուղղակի մաքրել, որովհետեւ ավելորդ ճարպը եւ նաեւ օրվա ընթացքում այդ փոշին եւ ամեն ինչը մենք պետք է անպայման մաքրենք։ Լավ։ Բայց շատ չյուղազրկենք, բայց մաքրենք։ Եվ կան հատուկ տեղատներում ակնեի համար նախատեսված լվացվելու միջոցներ։ Ձեր թույլտվությամբ այստեղ պիտի ընդհատեմ, որպեսզի ոչ մի դեպքում տարակարծություն չառաջանա։ Լավ։ Առաջինը արձագանքում ենք եւ ընդգծում ենք։ Եթե կա ակնե, ուրեմն նախ եւ առաջ պարտադիր է մաշկաբանի հետ խորհրդակցությունը եւ ռազմավարություն մշակելը։ Ենթադրաբար աստիճանից, վնասվածության, խորության վիճակից, մաշկի բուն տեսակից եւ այլն կազմվում է ռազմավարություն, որ բուժում ենք այսպես, խնամում ենք այսպես։
բնականաբար հիմա ուղիղ եթերում ակնեի բուժում չի թելադրվելու եւ ակնեից հետո խնամք չի թելադրվելու, որովհետեւ դա մեկ ունիվերսալ դեղամիջոց չէ բոլոր երիտասարդների, բոլոր տղաների ու աղջիկների համար։ Սա մեկ, այսինքն մենք հասկանում ենք, որ ակնեն քրոնիկական վիճակ է եւ պարզապես TikTok-ային հնարքներով եւ մի քանի քսուկ, հա, ավել պակաս օգտագործելով ակնե չի բուժվում։ Միանգամից ասենք, բոլոր նրանք, ովքեր ձեզ կասեն, որ չէ, տես իսկ իմ հարևանի հետ նման բան եղավ եւ օգտագործվեց, իհարկե, այստեղ ոչ մեկ չի բացառում բացառության հանգամանքը, որ կարող է լինի, ոչ մեկ չի բացառում այն, որ հարևանի երեխան ոչ էլ ակնե ուներ, այլ պարզապես սովորական կոմե դոներ էին, այո, եւ հետեւաբար սարքել երեխայի դեմքը փորձադաշտ միանգաման այն թույլատրելի է, մանավանդ որ հետագա առաջացող սպիերը բավականին հա բարդույթավորում են թե աղջիկներին, թե տղաներին եւ դառնում են հետագա նաեւ ավելի պակաս ինքնավստահ վարքի պատճառ։ Ակնեն բուժում ենք մասնագետի հետ, մանկաբույժի հետ եւ իհարկե հետեւում ենք նաեւ դրա հետագա խնամքի process-ին եւ միջոցներին։ Իսկ ինչ վերաբերում է այն երիտասարդներին, որոնք չունեն ախտորոշված ակնե, պարզապես կան ինչ-որ արտահայտված ճարպոտություն, կան ինչ-որ 1-2 բզուկներ, հա, սև կետեր եւ այլն, բասային, նվազագույն ամենօրյա խնամքը։ Դուք նաեւ ձեր խոսքում նշեցիք, որ այդ 40 միջոցները օգտագործելու կարիք չկա։ Իսկ ո՞րն է բազան։ Այո, բազան լվացվելու գել, միջոց, որոշակի, ընդ որում դրանք նույնպես կան ավելի չորացնող եւ չչորացնող, դեռահասը պետք է փորձի իր մաշկի վրա, մենք հաճախ նույնիսկ փոքրիկ տենց օրինակներ ենք տալիս, որ ինքը փորձի, որովհետեւ շատ անհատական է, եւ եթե ինքը զգում է, որ իր մաշկին դա լավ է, չի չորացնում, չի գրգռում, ինքը դրանով կարող է լվացվել, եթե կան հակումներ, որոշակի կան նույնիսկ թեթև ոչ դեղորայքային, բայց որոշակի տենց միջոցներ, որոնք տեղային կարող է կիրառվել, ընդ որում կան, ես ուղղակի անունները չեմ ուզում տամ, բայց որոշակի միջոցներ կան, որոնք նույնիսկ 9 տարեկանից թույլատրել են, նշանակում է, որ մենք նախ կարող ենք ունենալ ակնե հենց 9 տարեկանից, այո, այդ կարող է մի sense շեղում անենք ակնեի հետ կապված։ Ձեր թույլտվությամբ փակենք այս թեման ու վերադառնանք կիսատ թողած մտքին։ Մենք խոսում ենք բազային, ինչն է անհրաժեշտ ամենօրյա խնամքի համար։ Եթե զգում են, որ չորանում է թեփոթով, կարող է այո ճարպոտ մաշկներ, բայց որոշակի թեփոտումներ ունենան, թեթևակի խոնավեցնող եւ արևապաշտպան, եթե դա օրինակ այս եղանակ է, հա, շատ բան պետք չի օգտագործել։ Հրաշալի է։ Դուք ուզում եք ինչ-որ բան ավելացնել ակնեի հետ կապված։ Իրականում մենք բոլորս իհարկե տենց մեր պատկերացմամբ ակնեն միայն ավելի շատ հենց դեռահասների հետ է կապվում, սակայն մենք գիտենք, որ ունենում ենք նորածնային ակնե, որը հենց նորածին բալիկների մոտալում, բայց ինքը բուժման կարիք չունի եւ անցողիկ վիճակ է։ Կա հետագա մանկական ակնեն, որը տենց մի քանի ամսեկանից մինչեւ 1 տարեկան, 2 տարեկան, այդ դեպքերում հաճախ պետք է լինում որոշակի տեղային միջոցներ նշանակել, նույնիսկ այդ փոքրիկին, որովհետեւ բարդացած բորբոքային օջախներ են, որոնք էլի կարող են սպի թողնեն։ Մյուս խումբը արդեն 2-ից 7 տարեկան երեխաներն են, այս դեպքում արդեն մենք օրինակ նաև խորհրդակցում ենք էնդոկրինոլոգների հետ, որտեղ դա այդքան է նորմալ չի այս պերիոդում։ Այո, կարող են լինել իսկապես հորմոնային խնդիրներ, որ այդ ակնեն կա։ Եվ արդեն 8-9 տարեկանից սկսած կոչվում է նախադեռահասային, իսկ հետո արդեն դեռահասային, հա, տարիքի հետ ակնեն։ Իսկ հավանականությունը, որ դեռահասային տարիքում ակնեն բուժվեց, հետագա խնամքները գրագետարվում է, այսինքն հավանականությունը, որ կվերադառնա այդ խնդիրը, կարծես փոքրանում է, հա, բավականին։ Այո, բայց զրոյի չի հավասարվում։ Զրոյի եթե բժշկության մեջ այդպես առանցյաների չկան, հա, իրականում ես անձամբ խուսափում եմ հստակ թվեր դա, որ այս տարիքից հետո չի լինելու կամ կանցնի, նույն այդնակ այդ գովազդային փաթեթներն են երբեմն իրենք խոստանում, որ այս 3 ամսից կունենաք իդեալական մարդ, դա միշտ չի, որ համապատասխանում իրականությանը։ Չէ, իսկապես եթե գովազդին հետևեն կյանքում այնքան շատ բան հեշտ կտրվի, բայց երբ որ անձամբ ես անցնում, հա, տարբեր օրինակ խնդիրների միջով, հասկանում ես, որ Տեր Աստված այնքան անհատական է ամեն ինչ։ Եվ դու երբեք չունես այդ երաշխիքը, որ սա 1 ամսում կհաղթարես այս ճանապարհը, թե 6 ամսում, թե մի ամբողջ տարի կպահանջվի եւ այլն եւ այլն։ Պետք է լինեն ռեգուլյար, նախ, շատ կանոնավոր է եւ խնամքը լվացվել եւ ամեն ինչը
մաքսիմալ ձեռք չտան մեխանիկը, նույնիսկ հեռախոսը անընդհատ դեմքին շփելը դա նույնպես վնասում է, սննդակարգին հետևել, ծխախոտ եւ այլն դա նույնպես նպաստում է, եւ վստահեն բժշկին, եթե իրոք բժշկին է դիմում, եւ մի քիչ համբերատար լինել, որտեղ իսկապես երբեմն սա այդպես արագ լուծվող հատվում են, փոխում են բժշկի, բայց իրականում դա խնդիրն է, այդպես ոչ թե բժիշկներ վատ, այլ ուղղակի։ Այո։ Չէ, բարեբախտաբար հիմա նաև տեղեկատվությունը այնքան հասանելի է, որ կարելի է նաև անձամբ պեղել, ուսումնասիրել, կարդալ խնդրի մասին, տեսեք էլեմենտար բան, հա, ասում եք հեռախոսը հաճախ դնել, հեռախոսը ինչքան մաքուր է հեռախոսը, հա, օրական քանի տեղ ես դնում, ձեռքերդ մաքուր են, կեղտոտ են, դրսում ես, հաց ես ուտում, ձեռք ես տալիս այդ հեռախոսին, ու եթե մաշկդ ունի այդ խնդիրը, նորից դրեցիր ու դու կարծես անկախ քեզանից, հա, նպաստում ես խնդրի հետագա զարգացմանը, այնինչ որոշ էլեմենտար բաներ իմանալը կարող է իսկապես էական կրճատել պրոբլեմատիկ այդ շրջանը։ Ամառ է, շոկ է, արև է, մենք իհարկե ունենք նաև ազգովի կարծես, հա, այդ մտայնությունը, որ արևապաշտպանները պետք է միայն ամռանը հենց օգտագործեն եւ վերջ, եւ որպես կանոն ծովափին կամ լողավազանի մոտ։ Խնդրում եմ, որոնք են միֆերը, ջարդ ու փշուր արեք։ Այո, միֆերը, հա, դուք ճիշտ եք։ Եթե կա խնդրահարույց իրոք մաշկ, դա ռոզացիան է, դա ակնեն նույնպես համարվում է եւ կան նաեւ ավելի տենց ֆոտոալերգիկ խնդիրներ, որոնք պահանջում են արևից պաշտպանություն, ապա օրինակ ես 3 րոպե արևի տակ եւ մոխրանում ես։ Հա, մանավանդ Հայաստանում։ Եվ ուղղակի մոխրանում։ Ես նույնպես։ Դրա համար իրեն դեպքում գրեթե ամբողջ տարի, բայց իհարկե մենք sense խղճում ենք մեկ-մեկ, ասում ենք գոնե մարտ-ապրիլ ամսից մինչև հոկտեմբերը, գոնե ամենաավելի ակտիվ շրջանում, այո, ամենը պետք է կիրառեն արևապաշտպանը։ Ուղղակի կան էլի տենց նրբություններ, որ խնդրի դեպքում որ տեսակը ինչպես կիրառել։ Հա, որովհետև կան, չէ՞, միներալային կարծես սակում ունեցող, այստեղ կա ինչ-որ ունիվերսալ բան, որ կարելի է մեր հետևորդներին ասել։ Օրինակ, երեխաներին ցանկալի է սա։ Այո, ուզում ասել, հա, շատ փոքրիկներին իհարկե միանշանակ խորհուրդ է դրում հենց միներալային կամ ֆիզիկական այդ արևապաշտպաններ, ցինկ օքսիդ, տիտանիում օքսիդ, որոնք ավելի բնական են համարվում, քիմիական նյութ չեն պարունակում, ավելի անվնաս են, բայց իրենք կոնսիստենցիան ավելի խիտ է, դրա համար մեծահասակներին այդքան դուր չի գալիս, եւ նրանք նախընտրում են քիմիական ավելի թեթև, անտեսանելի արևապաշտպանները։ Նու վերջին տենց տաներին կան նաեւ այնպիսի նյութերով արևապաշտպաններ, որոնք այդքան էլ խիտ չեն, բայց կարող են երեխաների դեպքում կիրառվել։ Իսկ ինչ վերաբերվում է տեսակներին, նաև արևապաշտպանների, եթե դրա մասին էլ խոսենք, ունենք արևի ճառագայթների լույսի սպեկտր, մի քանի սպեկտր, ուլտրամանշակագույն A սպեկտր, B սպեկտր եւ տեսանելի լույսը, եւ ցանկալի է եւ նախընտրելի է, որ այդ արևապաշտպանը պաշտպանի այդ բոլորից 3-ից UVA, UVB եւ նաեւ այդ տեսանելի կամ կապույտ լույս, որը մենք այս ունենում ենք այս գadgetներից, հեռախոսներից, հեռուստացույց, այսինքն դա ամենաիդեալական տարբերակն է, որ բոլորից պաշտպանի։ Ինչու է դա կարևոր, մենք գիտենք, որ այդ լույսը կարող է բերել մաշկի ծերացման, մեկ հիպերպիգմենտացիաների, եթե շատ է նաև այրվածքների, իսկ եթե քրոնիկ է դա տեղին, արդեն մաշկի նորագույացությունների, չարորակ նորագույացությունների եւ այլն։ Քաղցկեղի մասին ենք խոսում։ Այդ համար այս ամռան շրջանը շատ կարևոր է առումով նաև։ Եվ եթե ես չեմ սխալվում, եթե սխալվում եմ, խնդրում եմ ինձ ուղեք, միներալայիններն են, չէ՞, որ պետք է օգտագործես արևի տակ դուրս գալուց գոնե մի 10-15 րոպե առաջ։ Բոլորը։ Բոլորը պետք է ավելի շուտ օգտագործել։ Այո, բոլորը 15-20 րոպե առաջ պիտի նշեն։ Նախքան արևի տակ դուրս գալ, այսինքն եթե երեխան պիտի կիրառի, դա կլինի քաղաքում, թե կլինի սովափնյա հանգստի ժամանակ, փաստորեն կիրառել սենյակում, տանը եւ մի 15-20 րոպե հետո նոր դուրս գալ արևի տակ, որպեսզի այն հասցնի փաստորեն աշխատել։ Եվ եթե ես չեմ սխալվում, միֆերից է, չէ, էլի որ ասում են լողաց դուրս եկավ, կարող է չթարմացնել, այսինքն եթե լողաց դուրս եկավ ու չորացավ, բնականաբար թարմացումը դառնում է անհրաժեշտություն։ Իդեալական է նաև եթե նույնիսկ չենք լողանում, տենց 2 ժամը մեկ թարմացնենք։ Ես դա նույնպես էսել այո, որ 2 ժամը մեկ թարմացնել պետք է։ Որ հետևում ենք այդ կանոնին, բայց գոնե առավոտյան պետք։ Տանից դուրս գալուց առաջ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամենտեղ չի, որ երեխան կկարողանա դեռահասը թարմացնել, գոնե փաստորեն օրվա մեջ մեկ անգամ նորմալ կիրառելը կարևոր է։ Շատ լավ։
անդրադառնանք մի փոքր թեքվենք, հա, թեմայից շատ կուզեի անդրադառնալ մի երևույթի, որը էլի հա դեռահասության տարիքում տղաներն ու աղջիկները տարբեր դրամաչափով, տարբեր մարմնի հատվածներում բախվում են դրանք, մազակալություն, հա, եթե կարելի է այդպես ասել, տղաների պարագայում, հա, մենք խոսում ենք ավելի հաճախ առաջին այդ բեղմորուքի մասին, թրաշ կոչվածը, այո, եւ շատ ընտանիքներում այդ հայր որդի ավանդույթը, առաջին սափրիչը, հա, որը հայրիկն է նվիրում տղային եւ այլն, աղջիկների պարագայում իհարկե այլ սպեկտր է եւ ավելի հաճախ պրոֆեսիոնալ միջամտության կարիք է ունենում ոչ տնային պայմաններում։ Մի փոքր խոսենք սրա մասին, գիտեք, ավելի շատ կուզեի հասկանալ միջամտությունները։ Այստեղ մենք տարիք ենք հարցնում, թե դիտարկում ենք մազերի աճման ինտենսիվությունը եւ քանակը եւ գուցե կան թույլատրելի ու անթույլատրելի միջոցներ, որոնք կարելի է կամ չի կարելի կիրառել։ Խնդրում եմ, սկսենք տղաներից։ Հա, լավ, հասկացեք տղաներ, իհարկե տղաների դեպքում երևի թե ամենատենց ընդունելին դա ուղղակի սովորական սափրիչն է, կամ մեխանիկական կամ էլեկտրական սափրիչ է, եւ իրականում տարիք հստակ չկա, եթե երեխան նեղվում է, կոմպլեքսավորվում է, կարող է արդեն դեռահաս տարիքից ինքը կիրառել է սափրիչը։ Ինչ վերաբերում է աղջիկներին, հստակ տենց տարիք չկա, որ այս տարիքից պետք է աղջիկների դեպքում նույնպես հաճախ մեզ դիմում են, ասում են, որ տարիքից կարող ենք օրինակ հատկապես լազերային, հա, այդ միջամտությունների մազահեռացման տարբերակների դեպքում նշեմ, որ դա նույնպես միֆերից է, որ չէ, պետք է անպայման 18 տարեկանը լրանա, վնասակար է, եւ իրականում այդ լազերը, եթե կիրառվում է մասնագետի կողմից, որ ունի փորձ, չի այրելու ձեր երեխայի մարկը, եւ ճիշտ ընտրված, ճիշտ չափանիշներով է, ինքը իրականում լույս է, որը փոխակերպվում է ջերմության, այդ ջերմությունը վնասում է կարելի ասել մազարմատը եւ այդ դրանով վերում է մազահեռացման։ Ինքը չի ունենում ոչ մի համակարգային ազդեցություն, չունի ոչ մի ճառագայթում, որից պետք է խոսանալ, որ լազերային բառը լսում ես, մի տեսակ ձգվում ես։ Բայց հիմա դուք ավելի կարծես ուրիշ տեղ եք տանում։ Չէ, դա նույնիսկ տեղեր կան, դա 12 տարեկանից մինչև 14-15-ից ինքը հանգիստ կարող է կիրառվել։ Պայման է, որ դա լինի պրոֆեսիոնալ մասնագետ, լավ սարքավորում, գրագետ ընտրված պրոցեդուրա, տարիքին եւ խնդրին համարժեք։ Այդքան է ցավոտ չի, որտեղ վախենում են կամ կարող է կիրառվել որովհետեւ ցավազրկող միջոց, այսինքն պետք չէ դրանից նույնպես խուսափել, բայց դա ավելի ճիշտ է, քան աղջիկ երեխան կոմպլեքսավորվի եւ այդ պատճառով ինքնագնահատականը նույնպես ոնց։ Իսկ դուք իբրև մաշկաբան ավելի նախապատվություն է տալիս եք հենց նույն ասենք օրինակ լազերային մազահեռացմանը, թե օրինակ նյութ կա է, որ այդ շիրային նման sugaring, հա, sugaring, ահա, հա, շաքար, մեղր, այդ ինչ որ բան է։ Ինչ որ տես մի բան, այո։ Այսինքն այդ մեխանիկական կոպիտ ցավեցնող, բայց ոչ սարքավորումներով միջամտություն, թե սարքավորումներով։ Այստեղ կա ինչ որ լավի ու վատի հասկացություն։ Իրականում հենց դուք արդեն նշեցիք, իրոք ցավով, բայց ինքը միանգամյա է, հա, միգուցե արագ եւ միանգամյա, բայց շատ ցավոտ է եւ իրականում այդ դա սափրել, նաեւ դեպիլատոր կրեմներ կան, հատուկ կրեմներ, որոնք գցում են, իրենք չեն վերացնում այդ խնդիրը, իրենք կարծես դες կտրում են, հա, կտրում են եղած մեխանիկորեն, բայց լազերը ուզում եք ասել, որ դա շարունակաբար աճելու է։ Նորից կրկնվելու է։ Իսկ լազերը փաստորեն ազդում է արդեն մազարմատի վրա, որ հետագան ու բարձր մեկ միջամտություն չէ, կարող մի քանի անգամից հետո արդեն սկսում են մազերը քիչ աճել, եւ այստեղ նույնպես կարող է տարիքային սահմանում, որտեղ նախընտրում են, որ մի քիչ ուղղակի երեխան ավելի հասնենա, որ գիտեք ինչ որ արդարացվեն իրենց սպասումները, որտեվ եթե ինքը դեռ են ակտիվ փուլում է, որ դեռ մազերը շատ են ոնց որ աճելու, լազեր կարծես այդքան լավ արդյունք չի բերում, որտեվ նորից եթե ինչ-որ մի քիչ արդեն կայունացած շրջան է գալիս, այլ մենք չենք սպասում ավելի առատ մազակալու, այդ փուլում հանգիստ կարելի անել եւ մի քանի բանից հետո արդեն մազերը սկսում են չաճել ուղղակի, եւ դա ավելի ռադիկալ մոտեցում է, քան այդ այն ժամանակավոր կոպիտ ցավեցող կամ ոչ։ Այսինքն սпасել մինչև որոշակի տարիք, երբ որ օրգանիզմի այդ աճման, հա, բուրըն ժամանակահատվածը ավարտվեց, այսինքն մինչև այդ կարելի է կիրառել այն ցերտիֆիկած մեթոդներից մեկը կամ մի քանիսը, հա, արժանանակ վիզուալ, էսթետիկ, տեղակայված եւ այլն այդ նույնպես։
այսինքն վիզուալ էսթետիկ խնդիրը լուծելու երեխան որպեսզի չբարթույթավորվի, իսկ արդեն որոշակի տարիքից հետո կարելի է անցնել որոշակի պրոցեդուրաներ եւ մեկը միշտ կարծես մոռանալ խնդրի մասին։ Վերադառնալով տղաներին եւ նաեւ սեփական փորձով իհարկե պիտի ասեմ, մեզ ինչ էին ասում ժամանակին, որ շուտ սկսես մազերը ավելի չոր կլինեն կամ մքանան, հետո իհարկե առաջանում են հաճախ նաեւ խնդիրներ այդ մազերը, որոնք ներաճում են եւ խնդիր է առաջացնում, ինչ կարելի է այս բարագայում։ Սրանք արդյոք հնարավոր է սրանցից խուսափել, եթե ոչ, ապա հենց այդ, շատ կարևոր է նախ, եթե պիտի սափրվի, մի հատ թեթևակի ինչ որ գեր կամ այսինքն չոր մաշկի վրա ցանկալի չի սափրելը, դա նույնպես վնասում է, գրգռում է եւ հետագա բարդությունը նույնպես։ Սափրելուց հետո նույնպես պետք է որոշակի թեթևակի կրեմ կամ չոբան գցել, որ մաշկը հանգստացնի։ Ու դա այդ ոչ լավ սափրելը նույնպես բերում է այդ ձեր ասած ներաճած մազերի առաջացմանը, ինչը լայզերի դեպքում օրինակ չի լինում, այդ էլ կա պլյուսներից տարբեր։ Իսկ դա է հիմնականում, այսինքն նախապատրաստել մաշկը ինչ որ մի պենկայով կամ չոբանով, թեթևակի, բայց լավ սուր բրիտվայով, ոչ տենց ոչ բթացած, լավ չի մաքրում եւ այդ ներաճած մազերը դրա պատճառով են լինում այո։ Իսկ եթե արդեն իսկ առաջացել են, պետք է որոշակի տենց միջոցներ կիրառել, երբեմն տենց հակասեպտիկ որևէ բողոքում անցնի եւ բայց շատ կոպիտ չպետք չի հանել այդ մազերը, պետք է որոշակի տենց մերսող ինչ որ բան անել, որ թեթևակի դուրս գա։ Բայց իհարկե թողնել, որ մազը այդպես ներաճած մնա, ենթադրում եմ դա բորբոքային process կստեղծվի, այսինքն ախտահանված հավանաբար ինչ որ միջոցով զգուշությամբ դրանք հեռացնել, ախտահանել մաշկը, փաստորեն եւ նորից ես միշտ շատ հաճախ թվում է մենք իհարկե այստեղ որպես կանոն ավելի այնպիսի հիվանդությունների մասին ենք խոսում, երբ բժշկի չդիմելը չի էլ քննարկվում, բայց այս դեպքում էլ էլի իսկապես հասկանում ես, որ հիմա թե տեղեկատվությունը, թե մասնագետների հասանելիությունը փառք Աստծո այնքան մեր կյանքի ու կենցաղի մաս են դարձել, որ մեկ կոնսուլտացիան, մեկ քննարկումը կարող է գլուխդ ազատել երեխայիդ գլուխը նույնպես գլխավորապես տարբեր տեսակի բարդացումներից եւ անցնել առաջ։ Ամեն դեպքում ֆիքսեցինք, որ տարիք որպես այդպեսին մենք այստեղ չենք հարցնում, դիտարկում ենք խնդրի վիզուալ կողմը, եթե կա դրա պահանջը եւ ցանկությունը, գնում ենք այդ ճանապարհով, պարզապես հետևելով մաքրությանը, նույն հաջողությամբ այդ նյութերի, եթե մեկ անգամյա օգտագործման են, ապա մեկ անգամ ենք օգտագործում, բազմակի օգտագործման են, ուրեմն ախտահանվում են դրանք ինչպես որ պետք է, պահում ենք դրանք մաքուր, չոր վիճակում, որպեսզի հետագայում խնդիրներ, այսինքն մեր մաշկին չվերադարձնենք այդ խնդիրները եւ այլն եւ այլն։ Տղաներին մի պահ դնենք մի կողմ, ուզում եմ ասել, մեր իրականության մեջ ամեն դեպքում դակել ամեն ինչ սկսվում է ականջներից ու գլխավորապես իհարկե աղջիկներից, բայց հետագայում նաև արդեն պիրսինգի տեսակներ կարող են լինել, դակում են որտեղ ասես, ինչպես են մաշկաբանները սրան վերաբերում, սկսած էլեմենտար ականջները ծակելուց, ձեր ականջները ծակած են։ Կատուս երևի 20 տարեկան եմ, բայց ոչ մեկ տարեկան։ Ես որպես հայրիկ, որպես կանոն այս զրույցների ընթացքում ես ինձ երբեք թույլ չեմ տալիս անձնական ինչ-որ ռեմարկներ անել, բայց պիտի խոստովանեմ, որ իմ աղջիկները իրենց հայրիկից մի հարցում են ոչ լսել եւ դա ականջները ծակելն է։ Ես նրանց կողքին եմ բոլոր իրավիճակներում, բայց խնդրել եմ փակել այդ թեման, ականջները ծակելու։ Դե մեծս արդեն 17 տարեկան է։ Մենք դեռ դիմանում ենք, փոքր է, ավելի փոքր, բայց էլի ես ասում եմ նայիր մեծ քույրիկիդ։ Նա ականջները չի ծակել, դիմացիր, մի օր անպայման կծակես, բայց խնդրում եմ, քանի երեխա ես դա մի արա։ Ինչպես եք դուք դրան վերաբերում։ Դե իրականում չեմ ուզում շատ հետամնաց թվամ, բայց ես անձամբ չեմ սիրում այդ բոլոր պերսինգ տատուները, բայց իհարկե չենք կարող խուսափել, երիտասարդները շատ են սիրում։ Տեսեք, կարևոր է էլի հասկանալ, թե որտեղ են անում այդ պրոցեդուրան, նայեք համար մեկ վտանգը դա վարակներն են, որոնք կարող ենք մենք ստանալ, որտեղ կարող է վնասվել եւ արյան վարակ տեղի ունենալ, իսկ մենք ունենում ենք հեպատիտներ, միավարակ, որոնք հետո ամբողջ կյանքում մեզ ուղեկցելու են։ Այդ համար մեկն է եւ մյուսը ավելի տարական տենց ոչ հիգիենիկ պարագաներով պիրսինգ անելը կարող են ուղղակի տենց բակտերիալ թեթև վարակ բերել
Եվ մյուսը դա ավելի տենց սպիանալու հակումներն են, ինչպես ականջի ծակելը եւ նաեւ պիրսինգները։ Այո, տեսեք, սպին ոչ բոլորի մոտ է դիտվում, բայց հաճախ ունենում ենք դեպքեր, որ ականջ դակելու հետևանքով այդ բլթակի շրջանում մեծ կելոիդ սպի է առաջանում, հենց զուտ տարական դակելու հետևանքով, բայց դա պարտադիր չի, իհարկե։ Իսկ վարակների խուսափելը շատ ավելի կարևոր է։ Նույնը վերաբերում է տատուներին, որոնք էլի, քանի որ նրանք մաշկը վնասում են, այսինքն ինվազիվ միջամտություններ են, հեշտությամբ կարող են արյան այնպիսի վիրուսներով վարակեն, որոնք արյան միջոցով են փոխանցվում։ Այսինքն մենք այստեղ ըստ էության խոսում ենք ճաշակի, նախապատվության եւ այս բոլորի իրականացման համար մեկ պայման մաքրության մասին։ Ընտրել այնպիսի փաստորեն հաստատություն, ըստ այդմ այնպիսի վարպետ, որը ձեզ տալիս է, այսպես ասենք, 100%-անոց երաշխիք, որ այստեղ բացարձակ ամեն ինչ ստերիլ է եւ որեք է վարակի շրջանառում բացառվում է այս սրահում, այս մասնագետի մոտ այս գործիքների եւ նյութերի օգտագործման պարագայում։ Ըստ էության էլի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում էլ վերը թվարկած միջամտությունները առաջին տարին չի որ անում են, գտնել հաստատություններ, որոնք ունեն լավ հեղինակություն եւ մասնագետների, որոնք երբևէ նման օրինակ խնդիրների չեն բախվել, ըստ էության էլի հարցնելով, պատասխանելով եւ հետաքրքրվելով հնարավոր է, բայց ինչի մասին է այս զրույցը, որ որոշ բաներ չանել տնային պայմաններում, չանել որտեղ պատահի առանց իմանալու թե այդ նկուղը որտեղ դու մտար կամ մտավ քո երեխան կամ դու մտար քո երեխայի հետ, ովքեր են, ինչով են աշխատում, ինչ նյութեր են օգտագործում, սրանք նույնպես շատ կարևոր են եւ արժանի են ձեր ուշադրությունը, ավելի ճիշտ պահանջում են ձեր ուշադրությունը։ Մենք մոտենում ենք արդեն ավարտին, մենք խոսեցինք մազահեռացման մասին, բայց կուզեի մի ուրիշ երևույթի էլ անդրադառնալ։ Մենք այստեղ ունենք ավելորդ մազակալում եւ նաեւ մազաթափություն։ Բաներ, որոնք նույնպես ավաղ, երբեմն շատ երիտասարդ պատանի, դեռատի տարիքում են տղաներին ու աղջիկներին հանդիպում։ Ինչի արդյունք հետևանք են սրանք եւ արդյոք սրանք նույնպես ունեն ինչ-որ լուծում, թե այստեղ էլ կան կատեգորիաներ, որոնք վերջ անդառնալի process-ներ են, ում դիմել նման խնդիրների բախվելուց։ Սկսենք վերջի հարցից, ում դիմել, առաջինը մաշկաբան է իրապես, որտեղ ընդհանրապես մաշկ, եղունգ եւ մազեր, այդ բոլորը մաշկի հավելումներն են եւ առաջին իսկապես մաշկաբանի պետք է լինի, արդեն լինում են իհարկե դեպքեր, մաշկաբանը ինքն է ուղղորդում էնդոկրինոլոգի կամ այլ մասնագետը, բայց առաջին իսկապես մաշկաբանն է։ Ինչ վերաբերում է ինչ մազաթափությունը, այո, եւ երեխաների եւ դեռահասների մոտ բավական հաճախ է հանդիպում, ընդ որում մենք տարբերում ենք տեսակներ մազաթափության տեսակներ, մի տեսակը դա ավելի հաճախ հանդիպող, այդպես առատ, դիֆուզ, թելոգենային մազաթափությունը, որ հաճախ ենք տեսնում եւ սեզոնի փոփոխությունից եւ որևէ վիտամինների անբավարարությունից, վիտամին D-ի, կաթի օրինակ, որոշ հիվանդություններից հետո ծանր վիրուս տարավ, թոքաբոր ջրծաղիկ, մեկ էլ մի քանի ամիս հետո առատ մազաթափ, կովիդից հետո մենք ունեինք այդ պատմությունը։ Դրանք երևի թե ավելի հեշտ լուծվող է, այսինքն եթե մենք հասկանում ենք, որ կա այստեղ վիտամինի անբավարարություն, լրացնում ենք դա, եթե դա կապված էր որևէ ստրեսի կամ հիվանդության հետ, մի քանի ամսվա ընթացքում դա կարող է կարգավորվել, կամ մենք կողքից որևէ հավելումներ նշանակենք։ Այն մյուս տեսակը, որը կոչվում է անդրոգենային մազաթափությունը, որը ավելի շատ հենց գագաթային շրջանում է լինում եւ տղաների ու աղջիկների մոտ կարող է հանդիպել։ Ստեղ նույնպես շատ մեծ է գենետիկ գործոնը, շատ մեծ կարևոր է ժառանգական գործոնը եւ արդեն այդ հասունացման դեռահաս տարիքից կարող է սկսվել։ Իհայտ գալ քիչ ինքը առատ չի թափվում մազերը այս դեպքում, բայց նոսրանում են, բարակում են, որակն է փոխվում եւ քիչ տեսնում են, որ դες դատարկվում, ճաղատանում են։ Այստեղ ավելի դժվար է ոնց որ բուժման ենթարկվում, կան իհարկե տեղային միջոցներ, ինչպես նաև խմելու նույնիսկ հաստատված, այդպես ապացուցված, բայց դրանք դի երկարատև կիրառ են, շատ երկար ամիսներով, տարիներով։ Դրա համար մենք միշտ խորհրդակցում ենք եւ հարց ենք տալիս, արդյոք դուք պատրաստ եք դա տարիներով ամբողջ կյանքը խմել, քսել եւ այլն, թե ձեզ համար այդքան էլ էական չի, ոչինչ, պապայի նման մի այդպես ճահատ կլինեք եւ մյուս իհարկե հիմա արդիական ժամանակակից մատերներից է դա
փոխպատվաստումը մազերի հենց այս անդրոգենային տեսակի դեպքում է, որ ամենա ինքը արդյունավետն է, բայց դա արդեն պետք է ձևավորված ջահատ հատված արդեն լինի եւ կատարվում է փոխպատվաստում։ Այսինքն անչափահասին կամ նոր 18 տարեկան դարձածին դժվար նման բան առաջարկվի։ Եվ մյուս տեսակը նույնպես էլի հաճախ ենք հանդիպում, դա կոչվում է օջախային մազաթափություն, փոքր տարիքից, այո, փնջերով, աուտոիմուն ծագման, շատ էլի ոչ միշտ հեշտ կառավարվող, բայց պարտադիր մաշկաբանի հսկողության տակ, թեթև դեպքերում տեղային բուժումներ, ծանր դեպքերում համակարգային, ավելի տենց էլի դժվար է, բայց թերահասներին երևի ամենահետաքրքիրը անդրոգենայինն է, որտեղ որ միանգամից սկսում է, մազերի որակը փոխվել, պանիկայի մեջ են ընկնում դրանից։ Եվ հետաքրքիր կարևոր հանգամանք եք այստեղից դուրս բերում, որ փաստորեն վերը թվարկած երկու դեպքերում դա անդրոգենայինը կլինի, թե օջախայինը կլինի։ Մենք էլի այստեղ խոսում ենք մասնագետի միջամտության մասին եւ այստեղ խոսում ենք բուժման ցիկլի մասին, որը, ինչպես նշեցիք, կարող է անգամ տարիներ տևել, եթե մենք չենք խոսում նրա մասին, որ պարզապես սպասենք, ինչ կլինի, հետո արդեն որոշակի տարիքում կգնաս փոխպատվաստման, իդեպ ինձ թվում է կարծես աշխարհը հենց դեպի դա էլ գնում է, որովհետև Հայաստանում էլ ոլորտը մի անգամից սրընթաց սկսեց աճել ու զարգանալ եւ կարծես ատամնաբուժի պես գնալու մի բանի է դա վերածվում, ինչը վստահաբար վատ չէ։ Զուտ նկատի ունեմ այն մարդկանց համար, ովքեր որ բարդույթավորվում են եւ ուզում են այդ խնդիրը մեկը միշտ իրենց կյանքում լուծել, բայց այո, հասկանում ենք, որ սա երեխաներին ինչի վերաբերում, հասկանում ենք նաեւ, որ երեխաները հաճախ այս խնդրին բախվում են տարբեր տեսակի հիվանդություններից հետո, վարակային կլինի, թե այսինքն միաժամանակ երբ որ իմունիտետը անկում է ապրում, հետո սկսում է մազաթափություն, սեզոնների ժամանակ է սա փոփոխությունների ընթացքում, այդ ձմեռ գարուն ժամանակահատվածում հաճախ դիտարկվում, եթե խնդիրը կա, եթե խնդիրը անհանգստացնում է, խորհրդակցել մաշկաբանի հետ, ըստ այդմ կհասկացվի, եթե դա ընդհանրապես ինչ որ վիտամինի պակաս է, ուրեմն միաժամանակ այդ վիտամինները հաճախ լինում են նաև այնպես անձամբ գիտեմ, որ պարզապես ասում են, չէ, որ որևէ բան էլ չկա, պարզապես երեխան կկազդուրվի, իմունիտետը այսպես կվերականգնվի եւ դու այդ խնդրի մասին կմոռանաս, այո, եւ հաճախ հենց այդպես էլ լինում է, բայց եթե խնդիրը անհանգստացնում է եւ ինչու եմ ես սա ընդգծում, որովհետեւ սա էլ այն դաշտն է, որտեղ մենք շատ հաճախ սիրում ենք ինքնագործունեություն, սխտոր տրորել, մազերին, ծվով ինչ որ բան սարքել, քսել գլխին, մնալ, հետո գնալ լվացվելու։ Ես երբեմն նայում եմ կամ լսում եմ նման բաներ ու ասում Տեր Աստված, հավանականություն է, որ այս երեխան կմնա անմազ այս պրոցեդուրայից հետո ավելի բարձր է, քան եթե դուք ոչինչ չանեիք։ Իդեպ կան այստեղ բաներ, որոնք դուք լսում եք եւ զարհուրում եք, որ չպիտի լինի եւ վերջ։ Օրինակ ես լսել եմ աղով թե սոդայով ներսում են անում գլխամաշկը։ Ոչ մի օգուտ չի։ Իսկ բացի մեխանիկական մաշկը վնասելուց ուրիշ բան չես անի։ Վարակի բուն բացել գլխամաշկի վրա։ Գիտեք, հիշեցի, որ երեխաների ու դեռահասների մոտ հատկապես այն դեռահասներ, որոնք հաճախում են շամարտ, կարատե, նմանատիպ սպորտերի, հաճախ նաև սնկային ախտահարում է լինում եւ որը բերում է մազաթափված այդպես օջախների, որը վարակիչ է, որը միանշանակ մաշկաբանի պետք է լինի, որ ժամանակին ճիշտ բուժվի, քանի որ եթե երկար այդ պահպանվում, այդ ձեր ասած ինքնաբուժման վերջում կարող է ուղղակի սպիանալ այդ մաշկը եւ մազերը այլևս չաճեն։ Զուտ նրա պատճառով, որ այդ հատվածը սպի է արդեն գոյացել։ Երկարատև վերջում է սպիացման։ Հենց նկատում են այդպիսի մաշկի փոփոխություն եւ մազաթափություն, պարտադիր դիմեն մաշկաբանի, ախտորոշեն եւ բուժում են ճիշտ ժամանակին ստանան։ Հրաշալի է։ Եվ որպես մեր հանդիպման եզրափակում մենք մեր նախորդ զրույցներից մեկում բավականին այսպես խորքային անդրադարձել ենք սրան, բայց գուցե հիմա մեզ կհետևեն կամ հետո այս հարցազրույցը կկարդան տեքստային տարբերակը մարդիկ ու նաև կհետաքրքրի գերքրտնարտադրության հարցը։ Այո, ես գիտեմ, որ կան պարագաներ, երբ որ մենք գործ ունենք որևէ հիվանդության կամ խնդրի դրսևորման հետ, չէ, եւ բայց որպես կանոն դա կարծես չի լինում միակ ախտանշանը, այսինքն դա լինում է մի քանի ախտանշան, որոնցից մեկն էլ առատ քրտնարտադրությունն է եւ ըստ այդմ հիվանդության բուժումը բերում է նաեւ քրտնարտադրության նորմալացման։ Եվ դրանից զատ, եթե մենք հիվանդությունների մասին չենք խոսում, իհարկե մենք հասկանում ենք, որ շատ դեռահասներ այս խնդրին բախվում են, եւ սպეციფიկ հոտ է ստանում քրտինքը եւ նաեւ արտադրությունն էլ, այսպես կարծես կրկնապատկվում, երապատկվում է քանակական տեսանկյունից։ Ինչպես ծնողը կարող է այս խնդրին բախված իր երեխային օգնել։
Շատ լավ հարց է։ Ինչ, այսպես բզենք, հա, ոնց են սիրում ծնողներն ասել, ինչ խորհուրդ տալ, գնա լողացի, քսիրես ինչ բան է, արա էս ինչ բան է, ինչ ենք ասում։ Իրականում այստեղ էլ ես կուզենա երևի տարանջատել երկու տեսակի գերքրտնարտադրություն, հիպերհիդրոզը դա ընդհանուր հա մարմնի գլխամաշկի եւ ափաներբանային։ Այդ ափաներբանայինը ավելի շատ ենք հենց դեռահասների մոտ տեսնում, կարծես երկու տեսակի քրտնագեղձեր են ու տարբեր ձև են կարգավորվում։ Դրա համար էլ կարող են մեկի մոտ նա գերակշռի, մյուսի մոտ նա։ Իսկ հոտը եւ այլն ավելի շատ ծալքերում է լինում, իհարկե անութափոսերում, հաճուկային ծալքերում։ Իրական ստեղ էլի հիվանդություն չի, ուղղակի այդ գերքրտնարտադրությունը քրտինքը նպաստում է որոշակի բակտերիաների էլի գումարմանը, բայց որոնք մեր մաշկի վրա ապրում են, ուղղակի մի քիչ ավել են դառնում եւ բերում է սպეციფიկ հոտին։ Դա հիվանդություն չի, ուղղակի պետք է նորից բացատրել, որ եթե այդպիսի բան կա, ավելի հաճախ լոգանքներ ընդունի, ավելի հաճախ այդ օճառները կիրառի, որոնք մանրեազերծում են, եւ եթե իրոք պաթոլոգիկ է, մի քիչ շատ է, անպայման կիրառել հատուկ միջոցներ։ Այստեղ նույնպես ծնողների այդ վախը կա, որ ինչ տեսակի դեոդորանտների մասին է, հա, բայց այստեղ էլի երևի գիտեք գովազդային այդ բաներն են, որ ալյումինիումի աղեր չպարունակեն, դրանք քաղցկեղածին են եւ այլն։ Ես այստեղ նույնպես կուզենայի այդ մի քանի միֆը հանել, որ հանգիստ կարող են կիրառել, խոսքը էլի 12-14 տարեկանի մասին է, ոչ փոքրիկների, իրենք այդ վնասը չեն պատճառում, ոնց մենք մեզ համար պատկերացնում ենք, ոչ մի տենց հստակ ապացուցված, մենք պետք է իրականում ապացուցված տվյալների որ դա բերում է քաղցկեղի, չկա ոչ մի տես տվյալ, դրա համար հանգիստ կարող են դա օգտագործել։ Եթե այդպես կտրականապես դրանց դեմ են, կարող են ընտրել այլ ինչ-որ միջոցներ, որի մեջ ալյումինիումի աղեր չկան, իհարկե։ Կարող է դրանք մի քիչ ավելի եւ ավելի ոչ էֆեկտիվ լինեն, բայց եթե իրենք տենց ավելի հանգիստ են իրենց գում, կարող են դա օգտագործել, բայց որևէ միջոց պետք է օգտագործեն, որ գոնե ժամանակավոր այդ քրտնատությունը թեթևացնի եւ այդ հոտը նույնպես վերանա։ Այսինքն անհանգստության պարագայում կարելի է ուսումնասիրել շուկան, հասկանալ թե հասանելիության սահմաններում ինչ նյութեր կան եւ եթե կան կոնկրետ բաղադրիչներ, որոնք անհանգստացնում են ձեզ, գտնել այնպիսիք, որոնց մեջ չկան այդ բաղադրիչները, կամ թուլանալ եւ հանգիստ ապրել, որովհետեւ ինչպես ասած բժիշկը ապացուցահեն տվյալներ, որ բոլոր անտիպիսպիրանտները կլինեն դրանք այդ գնդաձև, թե կլինեն սպրեյի տեսքով, թե օճառների նման, մենք չունենք այդպիսի ինֆորմացիա, որ դրանք վստահաբար բերում են։ Ռեակցիա ունենա տեղային, բայց դա արդեն իդեպ վերջին շրջանում ես հաճախ նաև հանդիպում եմ քարանման, կարծես ինչ-որ միներալի տեսք ունեցող բաների, որոնք հա նաև կարծես ասում են, որ այդ արաբական երկրներից են հաճախ ներմուծվում, որոնք պետք է ուղղակի խոնավեցնել ջրի տակ եւ այդպես օգտագործել բացարձակ առանց հոտ, առանց բան, կարծես ինչ որ բնական, բայց հենց հարցն դա է, որ միշտ երբ որ քեզ թվում է, որ դու շատ բան արդեն գիտես, շատ բան փորձել ես եւ ընտրությունը կանգնել է մի բանի վրա, մեկ էլ հոպ մարքեթինգի դարում ենք ապրում, հայտնվում է մի նոր բան, որը քեզ խոստանում է բոլորովին այլ արդյունք եւ շատ ավելի անվնաս եւ շատ ավելի արդյունավետ, մի խոսքով, ինչպես ասում են, մեթոդն պրոբի աշիբոք, պետք է փորձել, սխալվել եւ գտնել լավագույն արդյունավետ տարբերակը։ Եվ որպես ամփոփում մեր զրույցի այնուամենայնիվ դարձյալ կոչ եմ անելու, թե ուսումնասիրել այն բոլոր խնդիրները ու հարցերը, որոնց առնչվում եք դուք եւ ձեր երեխաները, որովհետեւ իսկապես երբ կուտակում ես տեղեկատվություն, դու մի տեսակ ավելի պաշտպանված ես եւ գործողություններդ էլ պակաս քաոտիկ են, բայց դրա հետ մեկտեղ երբեմն երբ որ շատ ես ուսումնասիրում, կեղծ էքսպերտայնության զգացողություն ես ունենում, այն որ ես ինձանից լավ ոչ մեկ չի իմանա։ Հա, բայց մեզ էլ են ասում, բայց ես էլ եմ կիսաբժիշկ։ Ահա, խնդրեմ, տեսեք, նույնիսկ դուք եք դրան բախվել։ Ես դեռ հիպոթետիկ, այսպես։ Ես գիտեք ինչքան բան եմ կարդացել։ Ահա, խնդրեմ, խնդրում եմ։ Եթե ուղղակի մի քանի հոդված կարդալով հնարավոր լիներ բժիշկ դառնալ, մարդիկ 10 տարի չէին սովորի դրա համար, միջինում, եւ հետեւաբար, այո, զինվել տեղեկատվությամբ հրաշալի է, ուսումնասիրել երեխաների, նույնպես ներգրավել process-ին, բարձրացնել գիտակցական եւ տեղեկատվական մակարդակը, բայց այնուամենայնիվ երբ խոսքը գնում է առողջությանը, գեղեցկությանը, ինքնավստահությանը, հոգեբանական եւ ֆիզիկական այս աշխարհների հարաբերակցությանը եւ այնտեղ դուք նկատում եք խնդրեմ, իսեր Աստծո, մեկ խորհրդակցություն մասնագետի հետ։
Եվ իհարկե հաճախ այդպես էլ լինում է, որ դու առաջին անգամ հանդիպում ես որևէ մասնագետի, առաջին կոմունիկացիան լավ չի ստացվում, կամ լինում է այդպես, ինչպես ասում ենք, մեկը մյուսին դուր չեկավ, չհասկացան իրար, ոչ ոք չի արգելում գտնել երկրորդին, խորհրդակցել երրորդի հետ, լսել բազմակարծություն ունենալ եւ դրա մեջ միայն արդեն կայացնել որոշակի եզրակացություններ։ Այո, երբեմն այդպես իրականում լինում է, ես էլ որպես ծնող դրան բախվել եմ, եւ դու գնում ես որոշակի սպասելիքներով եւ անլրջություն ես զգում, օրինակ, հա, ինչ որ իրավիճակում, եւ քեզ դու մտածում ես, Տեր Աստված, ինչու ես քան լուրջ վերաբերմունք մասնագետի կողմից իմ երեխային եւ նրա խնդրին, իսկ միաժամանակ հետո հասկանում ես, որ այն ինչ դու կարդացել եւ լսել էիր, բարդ ծանր դեպքերի մասին էր, մասնագետը նայեց, հասկացավ, որ այստեղ ոչ մի բարդ ու ծանր բան չկա, եւ ըստ այդմ առանց դրամատիզմի ավելորդ նա ասաց գնացեք եւ ապրեք ձեր կյանքը, այսինքն մենք երբեմն իսկապես նաև դա ենք ակնկալում, որ հիմա մասնագետը դուրս կգրի աշխարհի բոլոր դեղերը, կառաջարկի բոլոր պրոցեդուրաները, բայց իհարկե հրաշալի է, երբ դրա անհրաժեշտությունը չկա, եւ մեզ պարզապես այն էլեմենտար բաներն են բացատրում, որոնք կիրառելով կամ չանելով երբեմն մենք կարող ենք ապահովագրել մեր երեխայի առողջությունը տարբեր տեսակի խնդիրներից։ Ես հոգաչափ շնորհակալ եմ այս ծավալուն ու հետաքրքիր զրույցի համար, վստահաբար դրանից իրենց համար օգտակար կարևոր տեղեկություններ մեր հետևորդները կքաղեն։ Իսկ ես խոստանում եմ ձեզ, սիրելի հետևորդներ, որ մեկ ամսից մենք կհանդիպենք դարձյալ UNICEF Հայաստանի Facebook-յան էջում մեկ այլ ոչ պակաս հետաքրքրական երեխայակենտրոն թեմայով։ Մաղթենք բոլորիդ լավ հաճելի օր։ Բժիշկը պետք է վերադառնա իր պացիենտներին, ես իմ գործերին, այնպես որ հրաժեշտ եք տալիս ձեզ։ Հաջողություն։ Իսկ ես գնամ անջատել։